Նախ ես եմ ուզում շնորհավորեմ Սրբազանից, տարեդարձի կապակցությամբ, Սրբազան ջան, Երանի հայ ազգին, որ ձեր նման Սրբազան ունի, անգերս ասեմ, ես էլ չգա չարիք առանց բարիք, ճիշտ է, անարդարորեն ես տարաբանքը կերում եմ, բայց մի բանով եմ շնորհակալ Աստծուց, որ ձեր գլխավորությամբ այսքան լավ մարդկանց հետ ծանոթացա ընթացքում, մի խոսքով, էսի որպես նախաբան։ Հիմա կալանքիս հետ կապված, ճիշտն ասած, ֆինանսատնտեսական մասով մի բան փոխվել, այս տնային կալանքը փոխելուց հետո մեր տնեցիք ամեն շաբաթ ստիված չնալ, ծախսելակ մտնել, տուլիկ բերել, հասցնել, նուբարաշեն, այդ մասով իրապես մի փոքր աջակցություն ընտանիքիս կա, բայց ցավոք ես չեմ կարողանում որպես հայտարարմարդ, ասենք մի բան ստեղծեմ, մի արժեք ստեղծեմ, ընտանիքիս կողքին լինեմ, մի խոսքով, այս խնդիրը կա, իրականում կա եւ հիմա քաղաքական մասին չեմ անդրադառնում, թեկուզ Քասախի տարածքում, այսպես ասեմ, գոնե Քասախի տարածքում բար չկա, Քասախից դուրս չկա, ինքն էլ եկել գնացել արդեն, Քասախից դուրս չկա, Քասախում մի բարիք ստեղծել, եթե ուրիշ, եթե խնդիր կա որ վեգաների վրա, չգիտեմ ինչ, Պարզա, ես դրան չեմ ընդունում, բայց եթե նման վտանգ կա որ կարող է վեգաների վրա ազդեցություն գործել, չգիտեմ, այս Քասախի տարածքում ես ոչ մի 3 կիլոմետր շարավիղով ես կարողանամ ինչ-որ մեկ բարիք ստեղծել իմ ընտանիքին օգտակար լինեմ, սա այս մասով, հիմա ուզում եմ անդրադառնամ ընդհանուր, խնդիրը մեր գործընկերը, այսպես ասեմ, բախտագից ընկեր, Արթուր Սարգսյանը ասեց, որ Սյունիքն է վտանգված, ես պետք է ասեմ համաձայն չեմ, մենակ Սյունիքը չի, գիտեք, ես այսպես ասեմ, 18 տարի առաջ այսօրը, ուղիղ այսօրը, մայիսի 21-ին 2008 թվականին, Վրաստանում ազգային ժողովի ընտրություններն էին, նույն կերպ Սաակաշվիլին փորձել էր ինձ մեկուսացնել, այն ժամանակ էլ քրեական գործեր կարող էր, այն ժամանակ էլ ես չէի կարողանում մասնակցել, այն ժամանակ էլ խնդիրը աշխարհաքաղաքական էր, այն ժամանակ էլ խնդիրը Սաակաշվիլին գնում էր դեպի ՆԱՏՕ եւ ռեֆերենդում էր դերել, ինչ եմ ես ասում, որովհետեւ շատ կարեւոր է, սա մենք պետք է հասկանանք։ Եվ դուք նստածները մեկ բոլորս այստեղ Հայաստանի ոչնչացման process-ն է գնում։ Հիմա ինչի եմ սա ասում հիմա։ Եվ հարցը այսպես էր, ուզում ենք ՆԱՏՕ-ը, չէ, դերությունները կեղծվեցին, վերջում ցույց տրվեց, որ ինչ ժողովուրդը, Վրաստանի ժողովուրդը ուզում է ՆԱՏՕ գնալ, բայց պարզվեց հետագայում, որ բացարձակապես Վրաստանի ժողովուրդը չէր ուզում ՆԱՏՕ գնալ, ինչ է այս մեկնաբանությունը ասում։ Այսօր համատարած թուրքասիրության քարոզ է գնում եւ արդեն ընդրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ դրվել է, որ այս տարածքները հանձնելու ենք, որպեսզի լեգիտիմացնեն վաղը կեղծված ընդրություններից, ասեն թե մենք մարդկանց ասում ենք, այս տարածքները հանձնելու ենք, դուք էլ եկաք ընդրեցիք, բազա չեն գնալու ընդրեմ, բայց ամեն դեպքում կեղծվելու է, արդեն կեղծվել է, ես ասեմ ձեզ, ես էլ էի ուզենայի մեկ վարքյան Ստեղ քաղաքական քարոզարշավ։ Չէ, քաղաքական չէ, իմ գործերը ըստերության ձեր խափան միջոցի հետ կապված։ Նշեք, եթե ոչ դատանը կսահմանափակվի։ Ես էլ կուզենայի նույն ձեր տեխնազու լինել, քաղաքական պրոցեսների մասնակցել, ցավոք սահմանափակվեց, բայց այստեղ ինչ եմ ուզում ասեմ, մի շատ կարևոր հայտարարություն եմ ուզում անեմ, որ Հայաստանի ժողովուրդը վստահաբար չի ուզում Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման գնալ։ Անկախ նրանից, թե փոքրիկ խմբակը ինչ ձևով կներկայացնի այս ամեն ինչը, ինչ ձևով կփորձի ցույց տալ, Դա Հայաստանի ժողովուրդը չի ուզում, դա վստահաբար եմ ասում, վստահաբար եմ սա ասում, եւ սա ընդհանրապես փոքրիկ խմբակի ցանկությունն է, շատ էլ որ այդ փոքրիկ խմբակը լաչառաբար փորձում է իր այս փոքրամասնության ցանկությունը ներկայացնել մեծամասնությամբ, սա ինչի եմ ասում, բազմաժան դատարան, վաղը ոչ Սյունիքն են կիսելու, վաղը Գյումրին են կիսելու, վաղը Հայաստանի սահման չեն թողնելու, ոչ Իրանի հետ, ոչ Վրաստանի հետ, բազմաժան դատարան։
Հիմա ես ուզում եմ գնամ քվեարկության մասնակցեմ։ Ես չգիտեմ իմ խափամամիջոցը կփոխվի թե չէ։ Ես համանդրական իրավունք ունեմ գնալու մասնակցելու սա։ Եվ երկրորդը, ես օգտվելով առիթից, ասենք, ուզում եմ իմ Ջավախ Հարությունյանը կոչ անեմ, անպայման թասիբով, բազով, արժանապատիվ Ջավախ Հարությունյանը գան մասնակցեն ընտրություններին, անպայման հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն պետականության։ Այստեղ մենք բոլորս պետությանն ենք ծառայում, հանուն պետականության, իրենց ձայնը տան, ես տեսեք չեմ ասում կոնկրետ ինչ-որ համար, ես ասում եմ Հայաստանին իրենց ձայնը տան, կլինի ուժեղ Հայաստանին, կլինի բարգավաճ Հայաստանին, կլինի դաշինքային Հայաստանին, իրենց ձայնը Հայաստանին տան, անպայման Հայաստան եւ ոչ թե Ազատ տեղաշարժման իրավունքներ եք սահմանափակել։ Բավարար, լավ, իմ կալանքի հետ կապված։ Ձեր գերույթ ունարումն սահմանափակում, այնքանով որ վերաբերել չի կապված։ 3 ամիսա Բավարժան դատարան, չեմ կարողանում մի բառ արտահայտեմ, ասենք։ Հիմա տեսեք իմ խափաման միջոցի մասով, երբ որ միջնորդում էին իմ պաշտպանները, որ փոխվի իմ խափաման միջոցը այս կոմենգում, դա երկարացվեց։ Դեկտեմբեր ամսին ինչ եմ ուզում ասեմ։ Փետրվարի 26-ին Աստծով մեղրիմ աստծորությանը փոխվեց կալանքս, խափաման միջոցս փոխվեց։ Դրանից 2 օր հետո չգիտեմ ինչպես եղավ, ինչպես չեղավ, հիվանդացա եւ վատացա կալանավայրում վատացա, լուրջ խնդիր եղավ, հետագայում ես հասկացա, որ արդեն բավական լուրջ խնդիր է, բայց ի՞նչն է հարցը, կալանավայրերում այս վերաբերմունքը առողջապահության, կալանավորների հանդեպ, հերթական անգամ, ասենք, մարդու իրավունքների ոտնահարման ահավոր սարսափելի վիճակ է։ Եվ հիմա, ասենք, տեսեք, երբ որ այն անցած անգամ միջնորդում էինք, որ գնանք բժշկի, մինչև վատանալս, հարգարժան դատախազը այստեղ նստած չի։ Ասես, որ բանա, թուղթ բերեն, այս թղթի հիմքի վրա տանենք։ Էլի շնորհակալ եմ Աստծո, որ դատարանի մոտ ներքին համոզմունք առաջացավ, որ չէ, առանց թղթի էլ թող մարդը գնա ստուգվի։ Եվ գնացի ստուգվող փաստորեն լուրջ խնդիր է կար ու կյանքի սպառնացող խնդիր կար փաստորեն։ Եվ որ բժիշկ ասեց, տուն չեմ թողնի։ Ես մի խոսքով, ի՞նչն էր հարցը այստեղ։ Հարցը որ այս փաստա թղթային պահը, ասենք, թուղթ բերելը, թուղթ տանելը, նույն ես շատ եմ մտածել, ասենք կալանավայրից ես ինչպես թուղթ բերեի, որ ես վատ եմ, երբ որ ինձ բժիշկ չէր մոտենում Բավարժան դատարան։ Իրականում բժիշկ չէր մոտենում։ Հիմա նույնն էլ, ասենք, այդ նույն տնտեսական վիճակը, ասենք, գյուղապետարանից թուղթ են ուզում, որ ոչ մեկը չի աշխատում, թուղթ է տվել, որ այդ բանը, հասցում բնակվում են 5 հոգի մարդ։ Ասում ես ինչ գիտեմ աշխատող են, չաշխատող են։ Հիմա ասենք այդ փաստաթղթերը ինչպես, ասենք, բերեմ